Բարեկամներս նայենք Սամվել 2:1-ը։ Սավուղն ու Հովնաթանը շատ սիրելի եւ հաճելի իրենց կենդանության ժամանակին, իրենց մահվան ժամանակին էլ իրարից չբաժանվեցան։ Արծիվներից ավելի թեթևաշարժ եւ առյուծներից ավելի զորավոր, չնայած Սավուղը հետապնդել էր Դավթին եւ ուզում էր սպանել նրան, Դավիթը ատելություն չէր զգում նրա նկատմամբ։ Դավիթն ուներ ներում, նա ուներ Աստված, մինչդեռ Սավուղը հետևում էր սատանային։ Այնպիսի զինվորներ կային, որոնց մասին ցանկացած բանակ կերազեր ունենալ, ավելի արագաշարժ, քան արծիվները։ Դավթին հաջողվեց փախչել այս մարդուց, որը բացի մեծ հասակ ունենալուց, թագավոր էր եւ ուներ 3000 մարդուց բաղկացած բանակ, սակայն նա երբեք չկարողացավ դիպչել Դավթին։ Աղոթենք. Տեր Աստված, ես աղոթում եմ քո ներկայությամբ բոլոր այս մարդկանց համար, ովքեր հիմա ընկճված են, տուր նրանց ուժ վերականգնվելու եւ քեզ վերադառնալու համար։ Հայր, ես աղոթում եմ յուրաքանչյուր մարդու համար, ով աղոթում է ինձ հետ, նույնիսկ եթե այս մարդը դեռ լիովին չի ընդունել քեզ։ Կարող Հիսուսի անունով ես ասում եմ, չար դուրս արի այս մարդու կյանքից, Քրիստոսի անունով, ամեն։